Միացյալ Նահանգների նախագահը Իսրայելին հորդորել է դադարեցնել հարվածները Իրանի ուղղությամբ, զգուշացնելով, որ դա կբերի իրավիճակի զանգվածային սրացման։ Մի նետ է կայտրում տուն վերադարձրեք օդաչուներին, Truth Social-ում գրել է Դոնալդ Թրամփը։ Գրառումից րոպեներ առաջ էլ նա լրագրողների հետ զրույցում ընդունել է, որ եւ Իրանը եւ Իսրայելը խախտել են իր կողմից այսօր վաղ առավոտյան հայտարարված հրադադարը։ Թրամփն ասել է, որ դժգոհ է երկու երկրներից էլ, բայց հատկապես Իսրայելից։ Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը չի խախտի հրադադարը, եթե Իսրայելը դա չանի։ Ըստ պետական Նուրնյուզ գործակալության Մասուդ Փեզեշքյանը միաժամանակ պնդել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցել, բայց եւ պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքները բանակցությունների սեղանի շուրջ։ Կրեմլը հերքել է մեղադրանքները, թե բավարար ջանքեր չի գործադրել Իրանին աջակցելու համար։ Մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը դատապարտելով Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածները, հայտարարել է նախագահ Պուտինի խոսնակը։ Ավելի վաղ իրանական աղբյուրները Reuters-ին ասել էին, թե Թեհրանը մինչև այժմ տպավորված չէ Ռուսաստանի աջակցությամբ։ Հաագայում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որն ըստ առաջնորդների կարող է պատմական դառնալ։ Ակնկալվում է, որ երկօրյա հավաքի ավարտին աշխարհի ամենամեծ ռազմական դաշինքի անդամները կպարտավորվեն առաջիկա 10 տարիներին իրենց պաշտպանական ծախսերը 2%-ից հասցնել համախառն ներքին արդյունքի 5%-ին։ Առայժմ միայն Իսպանիան է հայտարարել, որ դա անիրագործելի նպատակ է Մադրիդի համար։ Գագաթնաժողովի օրակարգում են նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ու իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Ուկրաինայում ռուսական հարվածներից այսօր առնվազն 16 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել։ Ինտենսիվ հարվածները տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին, որի շրջանակներում նախագահ Զելենսկին պատրաստվում է հանդիպել արևմտյան առաջնորդների, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Բանակցություններից առաջ Ուկրաինայի առաջնորդը հորդորել է դաշնակիցներին ներդրումներ անել իր երկրի ռազմարդյունաբերության մեջ, ընդգծելով. «Մենք պետք է առաջ անցնենք անօդաչու թռչող սարքերի մրցավազքում»։ Պաղեստինամետ ակտիվիստները բողոքի ցույց են արել Նյու Դելիում Իսրայելի կողմից Գազայում շարունակվող պատերազմի դեմ։ Վերջին 24 ժամվա ընթացքում միայն Իսրայելի հարվածներից ըստ տեղի իշխանությունների զոհվել է 51 մարդ, վիրավորվել 104-ը։ Անկլավի բնակիչները նաև մի քանի ամիս է զրկված են սննդից, ջրից եւ դեղորայքից իսրայելական շրջափակման պատճառով։ Գազայի պատերազմը սկսվեց, երբ Համասի զինյալները 2023-ի հոկտեմբերին հարձակվեցին Իսրայելի վրա, սպանելով 1200 մարդու եւ պատանդարելով եւս 250-ին։ Իսրայելի մինչ օրս շարունակվող պատասխան գործողությունների հետևանքով ըստ Գազայի առողջապահության նախարարության զոհվել է արդեն ավելի քան 55,000 պաղեստինցի։ 100 հազարավոր մարդիկ դարձել են փախստական, տեղում սովի լուրջ ճգնաժամ կա։ Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ մեղադրում են Իսրայելին ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների համար։ Իսրայելը հերքում է մեղադրանքները։